Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր իմ հյուրն է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Հասմիկ Վերդյանը։ Բարի երեկո, սիրելի Հասմիկ, ինչպե՞ս եք։ Հրաշալի, շնորհակալություն նախհրավերի համար, սիրելի Լուիզա, շնորհակալություն, որ դիտարկել եք ինձ եւ ուրախ եմ ձեր տաղավարում գտնվելու համար։ Ես եմ շնորհակալ, Հասմիկ ջան, որ մեր տաղավարում եք, միշտ այնքան ժպտեր եք, որ արդեն հիմա տաղավարն էլ լույսով լցվեց եւ իդեպ sense մարդկանց հետ միշտ շփվելը ավելի դյուրին է եւ միշտ ավելի հետաքրքիր ու պարզ են ստացվում հաղորդումները։ Հասմիկ, մի առիթով ասել եք, որ դերասանը պետք է հաջողակ լինի եւ շատ անգամ դա կապ չունի ոչ տաղանդի, ոչ էլ արտաքինի հետ։ Ինչ լավ ֆիքսել եք։ Հիմա ես ուզում եմ ձեզ հարցնել, դուք ձեզ այդ հաջողակներից համարում եք, թե ոչ։ Հա, համարում եմ։ Շնորհակալ եմ նախ նրա համար, որ Աստված ինձ տվել է հնարավորություններ եւ չեմ դժգոհում իմ ճակատագրից, չեմ դժգոհում նրանից ինչ ունեմ, Աստված տա թող ինչ ունեմ ավելանա։ Այո, իսկապես շատ դեպքերում հաջողակ լինելը շատ է օգնում, այսինքն Որ բան զգացիք, որ հաջողակ լինելը ձեզ չի շրջանցել։ Ասեմ մի քանի տարի առաջ, երբ որ թատրոնում մի նախագիծ կար, որի համար դերասանուհի էին փնտրում եւ տարբեր թատրոններից այցելել էին, որպեսզի ընտրեին հենց այդ դերակատարուհուն եւ շատ տեղեր էին այցելել եւ ի վերջո կանգ առան Պարոնյան թատրոնում եւ մենք մասնակցեցինք կաստինգին։ Կաստինգի ընթացքում ես ճիշտն ասած հույս չունեի, որ ինչ որ հնարավորություն կլինի, որ ես կհայտնվեմ այդ նախագծում, որովհետեւ սովորաբար տենց հավատ այդ առումով տենց չունեի այդ ժամանակահատվածում։ Եվ այդ հաջողականության դուռը այդ ժամանակ բացվեց, որովհետև հենց այդ ժամանակ մենք մի քանի փուլերով էինք անցնում եւ հանկարծակի ինձ ասեցին Հասմիկ, դու պետքա այս օրը թռնես Իրան։ Դու պետքա խաղաս սա, ես ճիշտն ասած շատ sense անտարբեր նայեցի, ասեցի լավ հերթական ինչ որ հումոր եք անում, բան ու շուռեկա գնացի։ Եվ անցավ մի քանի օր, ինձ ասում են աղջիկ ջան, պասպորտ, ամեն ինչ պատրաստիր, այո, դու պետքա թռնես։ Մի խոսքով ես շատ երկար ժամանակ չէի հավատում, որ ես ընտրվել եմ այդ կերպարի համար։ Այսինքն Պարսկաստանից էր հրավերը։ Պարսկաստանից էր հրավերը, բայց եկել էին այստեղից դերասաններ ընտրեին, որովհետև համատեղ նախագիծ էր հայերի եւ հույների հետ։ Եվ ես հայտնվեցի մի հրաշալի տեղ, վայր, պրոֆեսիոնալ մարդկանց կողքին, մի հրաշալի ռեժիսորի աշխատանքի շնորհիվ ես կարողացա հասկանալ, թե ինչ է նշանակում կինեմատոգրաֆիա, թե ինչ է նշանակում, ինչպես կարող եմ դերասանին վերաբերվել, ինչ պայմաններում կարող է դերասանը իրեն զգալ արտիստ, այլ ոչ թե դերասան։ Մի խոսքով այդ ժամանակ հաջողում եք այստեղ, Հասմիկ։ Հա, պակասում է։ Մենք շատ լավ երկիր ունենք, շատ լավ հնարավորություններ ունենք, որ կարող ենք օգտագործել, բայց ցավոք սրտի դեռ կամաց ենք ինչ որ բաներ փոփոխության ենթարկում, բայց շատ դանդաղ քայլերով ավելի տեղի ունենում։ Այնտեղ գիտեք ինչներ, պրոֆեսիոնալիզմն էր շատ։ Այսինքն մարդիկ իրենց աշխատանքին շատ լուրջ էին վերաբերվում։ Եթե օրինակ, չգիտեմ, զգեստի այս հատվածը, այս մարդն է կատարում, այս գործողությունը, ոչ մեկ իրավունք չունի այդ գործի մեջ, գործընթացի մեջ ինչ որ խառնվել, ինչ որ բան ասել, ինչ որ գործողություններ կատարել, ամեն մեկը զբաղված էր իր գործով, որը շատ կարևոր է, շատ։ Հասմիկ, տեսեք ինչ է հետաքրքիր ձեզ, նաև ճանաչում է հեռուստադիտողը մեր քաղաքացիները բազմաթիվ հեռուստատեսային նախագծերից, սերիալներից, ոչ միայն թատրոնից։ Բայց ես ձեր հարցազրույցները լսում էի, դուք այնտեղ ասում եք, որ ես անկեղծ ասած չեմ կարողանում հայկական հեռուստաալիքներ դիտել, հաղորդումներ չեմ կարողանում նայել, սերիալներ չեմ կարողանում նայել, ու ի դեպ ասեցիք հիմքում ինչ է ընկած ամենակարևորը, որ ասում եք խոսքը դուր չի գալիս։ Բա ինչպես է ստացվում, սիրելի Հասմիկ, համ նկարահանվում եք այդ սերիալներում, համաձայնվում եք, բայց հետո նաև դուք ճիշտ եւ դիպուկ եք ասել այն ինչ որ ասել եք եւ ես ձեզ
ձեզ հետ համաձայն եմ, որ եթե նույնիսկ պատկեր չես նայում, շատ անգամ խոսքը մարդուն այնքան է ցավեցնում, որ դու իսկապես չես ուզում լսել, նայելու մասին էլ խոսք չկա։ Բա դուք ինչպես եք կարողանում ձեր մեջ ինքներդ հաշտ լինեք, որ վերկանաք գնաք մի հերթական սերիալի օրինակ նկարահանեք առաջարկել։ Որովհետև սա իմ մասնագիտությունն է, ես ուրախ եմ, որ ես իմ մասնագիտությամբ եմ կարողանում փող վաստակել, գումար վաստակել եւ ավելի լավ է ես մասնակցեմ նման նախագծերին, քան գնամ, չգիտեմ, ոչ մասնագիտական ինչ-որ գործով զբաղվեմ։ Դրա համար ընտրում եմ այն, ինչ որ ինձ առաջարկվում է, բայց նաև դրա կողքին ունեցել եմ Փարք տիրոջը լավ առաջարկներ, որտեղ ես ինձ կարողացել եմ ռեալիզացնել։ Ես ցանկանամ, որ հետագայում իմ կարիերայի ընթացքում եւս լինեն այնպիսի աշխատանքներ, այնպիսի նախագծեր, որ իմ նախասիրությունով լինի, այսինքն ինձ դուր գա, ես լավ զգամ ինձ։ Կամ այո, դուք ասում եք թող սերիալները լինեն կյանքի մասին, թող անկեղծ լինեն։ Իսկ ի՞նչն է պակասում, Հասմիկ, ինչու մենք մեր կյանքի մասին, սերիալը ինքը վատ բան չէ եւ մարդիկ դիտում են, պարզ է, տեսնում ենք, չէ՞ որ դա հետաքրքրում է մեծ զանգվածների։ Հիմա կարող է ձեզ չի հետաքրքրում, բայց ի՞նչն է պատճառը, որ մենք այդպես էլ չենք կարողանում մեր կյանքի մասին սերիալներն, այն անկեղծությունը ցույց տանք, ինչի մասին դուք խոսել եք։ Ասում եք թող նկարեն սերիալներ, ես համաձայն եմ խաղամ, բայց եթե դա լինի անկեղծ եւ լինի մեր կյանքի մասին։ Կորցնում ենք մեր ինքնատիպությունը, այսինքն մենք վախենում ենք ավելի շուտ։ Մենք մտածում ենք, որ եթե մենք քայլենք բոլորի հետ միասին, մենք կհաջողենք։ Դեռ մենք այդ խնդիրը ունենք մեր հասարակության մեջ, բայց երբ մենք մտածենք, որ մենք յուրահատուկ ենք, ինքնատիպ ենք, մենք ենք, կարծում եմ այդ ժամանակ կստեղծվեն այնպիսի գործեր, որ կտարբերվեն, կլինեն յուրահատուկ, առանձնահատուկ։ Որտեղ ես իսկապես Պարսկաստանում, Իրանում տեսա առանձնահատուկ ինքնատիպ աշխատանքներ, այսինքն կոնկրետ այն ռեժիսորը, որի հետ ես եմ աշխատել, այդ ռեժիսորը ինքնատիպ իր բոլոր ֆիլմերը ինքնատիպ էին, բոլոր ֆիլմերը հետաքրքիր պատմություններով, զգեստներով, հագուստներով, չգիտեմ, տեսարաններով, ասեն պատմական ֆիլմեր էր հիմնականում նկարում իր բաղերին։ Ես ուղղակի հիացել էի իրենց արվեստով։ Եվ իրենց արվեստում անգամ չկա այնպիսի բաներ, որ մենք ազդենք հանրության վրա, ինչ որ բաց տեսարան ունենանք, այնտեղ էլ արգելվում է, չկար նման բան։ Այսինքն ավելի շատ խոսքի, մտքի հոգու մասին էր խոսքը գնում, բովանդակության մասին էր խոսքը գնում։ Մենք ունենք Հայաստանում այնպիսի, օրինակ, թատրոններ, այնպիսի նախագծեր, որտեղ հենց այդ ամենին անդրադառնում են, բայց ցավոք սրտի մի քիչ զանգված է։ Պետք է ընդլայնել, պետք է մտածել ավելի լայն, պետք է մտածել ինչքան հնարավոր է այնպես անել, որ լայն հասարակությանը դու այդ ամեն ինչը պրոպագանդես, որովհետև ինչ տալիս ես, այս խեղճ հասարակությունն էլ այդ ամեն ինչով վերցնում է, ու սկսում է դվատն էլ ավելի շուտ են անցալու։ Հա, բայց այդ պրոդուկտ մատուցողներն էլ շատ հաճախ ասում են, ինչ ուզում է հասարակությունը, դա էլ մատուցում ենք, թեկուզ ես դա երբեք չեմ հասկացել։ Եթե դա պիտի դաստիարակչական բնույթ կրի, չէ, ի վերջո, ամեն ֆիլմ եւ ամեն ներկայացում ինքը նաեւ պետք է ունենա դաստիարակչական բաղադրիչներ։ Հետո չհասկացանք, որ պահին հասավ հասարակության այս շեմին, այս կետին, որ հիմնավորվում է այնպես, որ այս ամենը հասարակությանը դուր է գալիս, դրա համար ենք այդպես նկարում։ Համենայն դեպս մենք ունենք նախագծեր եւ ունենք թատրոններ, որտեղ որ անդրադառնում են։ Օրինակ կարող եմ առանձնացնել ես ինձ համար, որ համազգային թատրոնը։ Այնտեղ ներկայացումներ կան, որ լուրջ բովանդակության մասին է խոսքը գնում։ Եվ պատկերացրեք հանդիսատեսը բավականին լեփլեցուն է։ Այո, միշտ։ Բավականին միշտ ես երբ ուզեցել եմ գնամ ներկայացում դիտելու, այնտեղ չեմ կարողացել տոմս գնել, որովհետև լեփլեցուն է եղել։ Բայց դուք ճիշտ եք ասում, դա լայն զանգվածներ չի, մենք սերիալներից սկսեցինք խոսել, ներկայացումները ուրիշ պատմություն։ Սերիալներում օրինակ տեսեք, ես տնփեսա նախագծում եմ նկարահանվել, բավականին որակական առումով լավն էր։ Մկրտիչ Արզումանյանն էլ խաղում էր, շատ ես օրինակ լավ էի զգում, որ ես այդ նախագծում էի։ Ես այդ նախագծից բավականին հանրությանը ճանաչելի դարձա, այո։
ուրախ եմ եղել, օրինակ, չգիտեմ, որ այդ նախագծում եղել եմ։ Չեմ ամաչում, չգիտեմ ներկանամ, որ Հասմիկ ջան, ցավոտ հարց պետք է տամ, բայց դա կա էլի այդ խնդիրը։ Մինչ այսօր մեր երկրում դերասանների աշխատավարձը մնում է ամենացածր աշխատավարձներից մեկը եւ շատ ցավոտ է, որ հաճախ տաղանդավոր դերասաններ, կոչումներ ունեցող, մեկ-մեկ որ ինչ որ նախագծերում համաձայնում են խաղալ, իրենք դա բացատրում են նրանով, որ ի վերջո դերասանն է ապրում եւ գումար պիտի վաստակի եւ դուք էլ ճիշտ բան ասեցիք, միգուցե ընտրում են, որ դա գոնե մասնագիտական աշխատանք է, լավ է թե վատ է, մասնագիտական է։ Հասմիկ, երբևիցե մտածել եք, հարցս հետեւյալն է, եթե այսօր հայ դերասանը ֆինանսական տեսակետից ապահոված լիներ, մենք ավելի որակյալ այսօր կունենայինք թատերական աշխարհ, կինո աշխարհ։ Հրաշալի հարցադրում էր, շատ դիպուկ, միանշանակ կունենայինք։ Հավատացեք, թատրոնի ցանկացած դերասանի այդ հարցը տակ, այս պատասխանն եք ստանալու։ Իսկապես, եթե մենք արժանավայել աշխատավարձ ստանանք, մենք արժանավայել այնպիսի աշխատանք կկատարենք, այնպիսի որակ կլինի այդ ժամանակ, որ արդեն եւ հետո այդ վազքը էլի արդեն չհիմնավորված զբաղվածությունը, որ ի վերջո այդ տաղանդն էլի սպառվելու կետ ունի, չէ՞, ինչքան կարելի է։ Դու լիարժեք չես լինում։ Ոչ միտեղ։ Որտեվ դու ստեղ ես, դու չգիտես, դու օրվա ընթացքում քո ֆիզիկական, քո հոգեվոր, քո մտավոր հոգեվիճակը սարսափելի վիճակում։ Այսինքն դու չես կենտրոնացել ինչ-որ մի բանի վրա, դու անընդհատ ստեղ, գլուխդ անընդհատ տարբեր տեղերում է, դա նորմալ չի։ Հասմիկ, տեսեք, մի հետաքրքիր բան է, դուք ձեր հարցազրույցներից մեկում ասում եք տարիներ շարունակ անընդհատ ինձ առաջարկում էին սիրուհիների դեր խաղալ եւ մի օր արդեն ես զգացի, որ հոգնել եմ այդ սիրուհիների դերը խաղալուց, անկեղծ ասած դա չէի լսել տենց, որտեղ հաճախ չէ, ինչի հետ են կապում, որ այն դերասանուհիները, ովքեր խաղում են սիրուհիների դեր, ուրեմն առաջինը ունեն լավ արտաքին, եթե նրանց առաջարկում են այդ դերերը, երիտասարդ պիտի լինեն եւ ինչ որ դե իհարկե խարիզմա պիտի ունենան։ Ինչու ձանձրացակ այդ դերերից, Ասմիկ ջան, թե հենց այդ սիրուհի կոչված բանը։ Չէ, ուղղակի դուք պատկերացրեք, դուք անընդհատ ինչ որ նույն ճաշն եք ուտում, նույն։ Դուք չեք հոգնի, չեք վատանա, առավել եւս երբ որ արվեստում դու պետքա ստեղծագործես, դու պետքա դառնաս արվեստի այդ մասնիկի մի մասը, ու դու անընդհատ նույն վիճակում, նույն բանը, հասկացանք սիրուհին լինում է այս տեսակ, այն տեսակ, ինչքան կարելի է։ Ես մի անգամ տես ջղային մտա պարոն Ղազանչյանի մոտ, ասացի վերջ, ես էլ չեմ կարող, ես չեմ խաղալու, ինչքան կարելի է, ես նույն բան, դուք կարող եք ճաշ այդ նույն բանը, ասացի, ասեցի, ուտել անընդհատ, այս պարոն Ղազանչյանը ասեց ծիծաղալով նայեց դեպքիս, ասաց լավ, գնացի հաջորդ ներկայացմանը, որ արդեն պետք է ինձ նորմալ ինչ-որ մի ուրիշ կերպարում ինձ դեր տվեցին, ես գիտեք ինչքան էի ուրախացել, որ կարծրատիպը գոնե կոտրվեց։ Որ Հասմիկը կարող է ոչ սիրուհի։ Այո, Փառք Աստծո, հիմա իմ խաղացանկում կան շատ տարբեր կերպարներ եւ ամենահամեստ եւ խելոք կերպարից ես խաղում եմ ամենաչարաճճի, ամենալկստված, ամենահամարձակ կերպարները։ Հասմիկ, իսկ ինչ որ տարիներ շարունակ տարբեր հարցազրույցներում ձեր խոսքում ասել եք, երբ որ ասել են ունեք երազանքի դեր, պատասխանել եք, որ կերազեի Աննա Կարենինա խաղալ, բայց այս վերջին հարցազրույցներից մեկում ասեցիք երազում էի, բայց էլ հիմա դա չեմ երազում։ Ինչ է փոխվել Հասմիկ Վերդյանի կյանքում, որ այլևս Աննա Կարենինան երազանքների դեր չէ, թե կարող է նորից եք վերընթերցել այդ ստեղծագործությունը Աննա Կարենինայից եք հիասթափվել, չէ։ Ճիշտ ասած, չէ, հիմա ավելի աշխարհայացքս փոխվել է։ Ինչ էր մինչ այդ ձեզ համար եւ հիմա։ Հա, Աննա Կարենինան դա դասական ստեղծագործություններ այդ մելամաղձոտ, այդ անընդհատ տարապյալ տենց վիճակը ուզում էի անպայման ես էլ զգա, ես էլ այդ ապրումներն ունենալ, որովհետեւ անընդհատ դե կոմեդիայի թատրոնում դու այդ վիճակներից տենց հոգնում ես, ցանկանում ես որ ավելի տենց ես թվում է որ դու եթե լուրջ կերպարում հանդես կգաս, որ բան քո կյանքում կփոխվի, բայց իհարկե ոչ։ Եվ երբ որ ես խաղացի Գևորգ Շահինյանի Թութակները վանդակում փոխադրված արդեն սեր վանդակում ներկայացումը ինձ համար արդեն բոլոր դերերը ես ինչ խաղացել էի, ինչ ինձ հետ կատարվել էր, ես այնպես լիովին լիարժեք լիցքաթափվեցի, որովհետև այդ ինքը
կոնկրետ կերպար չէր, ինքը էկ թութակի մասին էր, կնոջ եւ տղամարդու փոխհարաբերության մասին էր, ինքը շատ խորքային, շատ էմոցիոնալ, շատ հետաքրքիր, այսինքն իմ ամբողջ շնորհը այդ ներկայացման մեջ երևում էր։ Իմ ամբողջ էմոցիաները, ես էմոցիոնալ տեսակ եմ եւ այդ ներկայացման մեջ, այդ կերպարի մեջ ես կարողացել էի արտահայտվել։ Երևի այդ ամենից հետո ինձ մոտ բավականաչափ բան փոխվեց։ Արդեն կարողացա։ Հանգստացա արդեն, հասկացա, որ չէ, սխալ էի կարծում, որ աննկարային, նո, տենց։ Տեսեք հայ հեղինակ, ասեմ ձեզ, Գևորգ Շահինյանը։ Ու բավականին այնպես չի որ ճանաչված մեր դասական հեղինակներից, բայց էլի շատ լավ գրող, շատ հետաքրքիր տեսակ։ Եվ գիտեմ, այդ կերպարը ինձ համար դարձավ շատ կարևոր իմ կենսագրության մեջ։ Այսինքն դուք այդ լուրջ կնոջ կերպարը խաղացիք այդտեղ, այն ինչ որ այդտեղ ավելի շատ ոչ թե լուրջ կնոջ կերպար էր, այլ ավելի շատ կնոջ գույներն էր։ Ցանկացած կնոջ գույներ։ Ինչ գույն է կինը, Հասմիկ։ Ինչ գույն է, խայտավղետ, անընդհատ ինչ որ բան որոնող, անընդհատ ինչ որ փոփոխական, անընդհատ Ես չեմ ուզում, այն եմ ուզում, սա եմ անընդհատ չկողմնորոշվող, անգամ ամենա, չգիտեմ, համեստ նուրբ կինը ունի այդ տպայտանքները, ուղղակի դա չի երևում, մի կնոջ մեջ այդ էմոցիաները ակնառու երևում են, մյուս կնոջ մեջ ավելի թաքնված է այդ ամենը, բայց կանայք տարբեր են, հետաքրքիր են եւ ամեն մեկն իր հետաքրքրության մեջ յուրահատիպ է եւ յուրահատուկ է։ Եվ այդ կինը հենց ու ամենակարևոր գաղափարը խոսությունն այն էր, որ մայրության գաղափարը։ Որ կինը ի վերջո պետք է մայրանա։ Ստեղծված է գլխավոր առաքելությունը։ Ամենագլխավոր առաքելությունը։ Լավ, Հասմիկ, ասում եք կանայք տարբեր են, բայց նաև ասել եք, որ նույնիսկ ամենաուժեղ կինն էլ ու ձեզ համարելով ուժեղ կին, ասել եք ուզում է թույլ լինել եւ դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե կնոջ կողքը կա այնպիսի տղամարդ, ով թիկունք է կնոջ համար։ Հասմիկ Վերդյանի պատկերացմամբ, որ տղամարդու տեսակն է թիկունք։ Եվ այսօր մեր կյանքում դերասանուհու կողքը ինչպիսի տղամարդ պիտի լինի, մենք հիմա ինչքան էլ խոսենք, որ ժամանակակից ենք, ազատ ենք, 21-րդ դար է, մեր երկիրը ունի միևնույն է իր կարծրատիպերը, թատերական աշխարհը միշտ ունեցել է իր կարծրատիպերը, երևի հայ դերասանուհիները բոլոր ժամանակներում ինչ որ խնդիրների առջև կանգնել են, ինչ որ խոչընդոտներ հաղթահարել են։ Ունի արդյոք այդպիսի խոչընդոտներ Հասմիկ Վերդյանը եւ ըստ նրա պատկերացման այդ թիկունքը ինչպիսի պիտի լինի։ Հիմա օրինակ կանանց գույները նկարագրեցիք, բայց թիկունք հանդիսացող տղամարդը ինչ գույներ ունի։ Սարսափելի պետք է ուժ ունենա, սարսափելի կերպով։ Պետք է հզոր տղամարդ լինի, իսկապես հոգով, մտքով, խելքով որ դիմանա դիմակայի նման տվայտանքներին, որովհետև իսկապես մեր մասնագիտությունը բավականին բարդ մասնագիտություն է եւ ընկալելու հասկանալ, ես հասկանում եմ մանավանդ մեր իրականության մեջ եւ մեր հայ տղամարդկանց կերպարը մի քիչ դժվար է ընկալում։ Կամ պետք է լինի քո աշխարհայացքի տեր մարդ, այսինքն քո մասնագիտության տեր գրող մեկը լինի, կամ էլ եթե փաշ չի որ լավ է ստացվում։ Միանշանակ, հա, միանշանակ այդպես է, բայց ցանկալի է որ աշխարհայացքը շատ կարևոր է, որ նույն ճանապարհով, նույն ուղղությամբ քայլեք։ Բարդ հարց է, ճիշտ ասած։ Բարդ է նրանով, կոնկրետ իմ դեպքում ինձ դժվար է։ Բայց փորձում եմ հաղթահարել, հասկանալ, ընկալել։ Միանշանակ ես էլ զիջումների եմ սկսել գնալ շատ հարցերում։ Դուք պետք է ասես պոզիկները շատ չտնկես, էլի պետք է պահեր լինեն, որ դու այդ ամեն ինչը հանդարտեցնես, կարողանաս իմաստուն գտնվես։ Կարողանաս ամեն ինչ լինես, էլի, հենց այդ գույների մասին է նաև, այլ անդրադառնում եմ գույներին, որ պետք է լինել եւ այսպեսին, եւ այնպեսին, եւ այնպեսին։ Տղամարդու հետ էլ է այդպես։ Թե կյանքում, թե աշխատանքում, թե տղամարդու կողքին պետք է լինել այդ ճկուն։ Այդ թութակի գույներից։ Թութակի գույներից։
Հասմիկ, տեսեք, դուք հիմա Հրազդանի թատրոնի հետ եք համագործակցում, նաև տարբեր կոմերցիոն ներկայացումներում եք ընդգրկվում, դա շատ լավ է, որ այսօր մեր մարզերի թատրոնները սկսել են ապրել, շնչել, դա նկատելի է ու մեկ-մեկ այնպիսի ներկայացումներ, պրեմիերաներ, որ իսկապես մարդը Երևանում ապրող չի զլանում եւ այդ հետաքրքրությունը կա, առաջ ոնց որ այդ տեսակետից միայն Գյումրին էր եւ լինում էր, որ անպայման sense մտածում ենք, որ այդ ներկայացումը պետք է հենց Գյումրիում դիտվի։ Ես հիմա տեսնում եմ, որ մարզային բազմաթիվ թատրոններ նաև սկսել են ակտիվ կյանքով ապրել, դերասանների հետ են համագործակցում Երևանից, ռեժիսորների։ Ինչ է փոխելու դա մեր երկրի թատերական կյանքում, Ասպիկ ջան, հետո հանդիսատեսի մեջ տարբերություն կա։ Իհարկե կա։ Երևան եւ մարզ։ Այնտեղ ավելի ջերմ են, այնտեղ ավելի շատ են սիրում թատրոն, այնտեղ ավելի պատրաստված են գալի ներկայացում նայելու։ Ինչ առումով։ Հագնված են գեղեցիկ, պատրաստված են, ոգևորված են։ Հարգում են ավելի։ Ավելի հաճելի են, գալիս են, ավելի ջերմ խոսքեր են ասում։ Ավելի չգիտեմ, ավելի շատ են մեզ սիրում, իսկապես ավելի շատ են մեզ սիրում, ավելի հասարակ են, պարզ են, մաքրություն կա, որը որ շատ լավ էներգիա է դերասանին տալիս։ Այսինքն քեզ համար ստեղծագործելու հնարավորությունները մեծանում են, լայնանում են, դու ավելի շատ ես ուզում ստեղծագործես, սիրես, սիրվես, չգիտեմ, փոխանցես ինչ-որ փոքրիկ բան։ Օրինակ ես առաջին իմ ներկայացումը որ խաղացի, պահանջվում է ստախոս ներկայացումներ, մեր իդեպ մեր տաղանդավոր Վարդան Գուղյանոսյանն էր Պարոնյան թատրոնի բեմադրել, եւ այնտեղ իմ կերպարը մի քիչ համարցակ կերպար էր, Նիցեկիցեի կերպարն էր, որը հոգուստել էր տենց համարցակ, եւ ես զարմացա նրանով, որ ես այդ ժամանակ այդ կերպարը կերտեցի եւ այնտեղ կային երեխաներ ստուդիա կարգից Հրազդանի թատրոնում եւ այդ երեխաները ինձ ընտրեցին իրենց համար ուսուցիչ։ Ես սկսեցի այնտեղ դասավանդել, դերասանի վարպետություն, բեմական խոսք, որ երբևիցե նման բան չէի արել, պատկերացնում եք պատասխանատվությունը եւ այդ կերպարը, որ այսինքն այդտենց համարցակ ազատ կերպարը ոգեշնչել էր, որ ես իրենց դաս տայի։ Եվ սկսեցի տենց աշխատել այդ երեխաների հետ ու ճանաչեցի Հրազդանը, ճանաչեցի այնտեղի շունչը, ճանաչեցի այնտեղի տաղանդավոր հրաշալի բալիկներին։ Սիրել եմ շատ, որովհետև գիտեք, այդ 2 տարվա ընթացքում ես բավականին ճանապարհ անցա։ Ես բավականին աշխատանքներ կատարեցի, ես ոգևորվել էի։ Ես անգամ ուզում էի իմ ստուդիան բացեի, իդեպ դեռ չի մարել այդ ցանկությունս, որովհետև երեխաների հետ աշխատելը ուղղակի մի ուրիշ հրաշք է, մի ուրիշ հեքիաթ է։ Իրանք ավելի մաքուր են, ավելի պարզ են, ավելի հետաքրքիր ֆանտազիա ունեն, գունեղ են, փոխվում ես դու, փոխվում ես, քո աշխարհայացքն է փոխվում, բավականին մի խոսքով երկար ժամանակ այնտեղ էի։ Դուք կամերայինում էլ, չէ՞, նախագծում կաք մանկական, մի փոքր դրա մասին էլ խոսեք։ Կամերային երաժշտության տունը ես շատ եմ սիրում, իդեպ իմ քույրիկն է այնտեղ աշխատել, հետո ինքը դուրս եկավ, ասաց անպայման ուզում եմ որ դու լինես։ Եվ ես սկսեցի աշխատել այնտեղ, ինձ էլ նմանեցրեցին, այդպես տենց ընդունեցին, թե չէին ընդունելու։ Մի խոսքով ընդունվեցի, ճիշտ ասած սկզբնական շրջանում համերգների ֆորմատը այդքան ինձ դուր չէր գալիս, որովհետև դասական կլասիկ ես պետքա ասենց այդ քառակուսուց դուրս չգայի։ Իսկ ես մի քիչ խենթուկ եմ, տենց չեմ կարողam սահմանափակվեմ այդ քառակուսու մեջ, ինչ ինձ առաջարկում են, բայց դե ստիպված ասացի լավ, հետաքրքիր է, նոր ֆորմատ, նոր ձևաչափ, փորձեմ սա էլ։ Եվ անցավ ժամանակահատված, մեր երգեհոնահարներից մեկը ասաց, հաս, մի հատ հետաքրքիր նախագիծ եմ մտածել, ճիշտ ասած, նենց եմ ուզում երգեհոնի համերգներին քիչ մարդ է հաճախում, քիչ ծանր է, էլի, ասաց, արի այնպես անենք, որ չգիտեմ, ինքը այնպիսի մի հատ նախագիծ դառնա, որ մենք պատմենք ու խոսենք երգեհոնի մասին, բայց հեքիաթի միջոցով, դու էլ դերասանուհի ես, կարող ես այդ ամեն ինչը իրականացնել։ Ասի, լավ, արի, էքսպերիմենտ։ Ես խնդիր չունեմ։ Կողքտեմ, կօգնեմ։ Եվ շատ հետաքրքիր եւ ուսուցողական է։ Մենք ներկայացման միջոցով չար եւ բարու հերոսների միջոցով բացատրում ենք, թե ինչ է երգեհոնը, ինչ կարեւոր գործիք է, ինչից է բաղկացած երգեհոնը։ Մի խոսքով կարևորում ենք երգեհոնը։ Եվ երեխաները, ասեմ ձեզ, բավականին ինտելեկտուալ երեխաներ են։ Եվ բավականին լավ գիտեն, ավելի լավ գիտեն, քան մենք։ Երաշտական կրթություն ստացող երեխաներ են գալիս, հա։ Բայց շատ հետաքրքիր է, որ հենց այդպիսի երեխաներ են գալիս։
որ կարողանում են, չգիտեմ, դու քեզանից ավելի շատ ինֆորմացիա գիտեն իրենք։ Եվ ամբողջ ընթացքում իրանք երևի ինձ ավելի շատ ինֆորմացիա են տալիս, քան ես ինքս պատմում եմ իրենց այդ մասին։ Այսինքն դուք պատմելու միջոցով, հեքիաթի միջոցով ներկայացնում ենք մենք, երգում ենք, պարում ենք, գուշակում ենք, խաղեր ենք խաղում, բայց նաև նվագում են երեխաների երգերոնի վրա։ Մի խոսքով համեցեք։ Այսինքն երեխաների հետ աշխատելը դա ձեզ դու որտեվ ասել եք որ վերջի տարիներին մանկական ներկայացումներում էր զբաղվածություն ունեք։ Ճիշտ ասած, ինչքան մեծացա, այդքան դեպի մանկական ներկայացումների առաջարկ ստացա։ Զարմանալիորեն, չգիտեմ։ Եվ հաճույքով եմ մասնակցում։ Օրինակ այդ կերպարը շատ եմ սիրում, այդ հաղորդավարուհի Փերի արքայադուստր ինչ-որ տենց կերպար է ինքը, ինձ հետաքրքիր կերպար է շատ, բոլորին տենց միավորում, ընկերություն, հավասարություն, բարություն, քարոզում այդ կերպար, ինչ-որ տենց։ Բայց իսկ մեծերին էդ ավելի շատ հիմա քարոզեք, քան երեխաներ։ Մեծերին էլ է հագում։ Մեկ մեծերին էլ կանչեք քարոզեք, կարող է մի բան փոխել կյանքում, գալիս են։ Գալիս են, ծնողներն էլ են շատ ուշադիր լսում։ Վերջում շնորհակալություն են հայտնում։ Եվ մենք էլ ենք շնորհակալ լինում, ուրախ լինում, որ մեր աշխատանքը ապարդյուն չէր։ Հասմիկ, այն նոր ասեցիք, ես չեմ կարողանում երկար մի քառակուսու մեջ մնալ ու փոփոխություններ են պետք։ Ես ինչքան հասկանում եմ, դուք ձեր արտաքին տեսքին էլ եք այդպես վերաբերվում, որովհետև փոփոխությունները, մազերի գույն փոխելը, կտրուկ եւ այլն։ Ի վերջո դա միշտ ասում են, բացատրում են, որ կնոջ ներաշխարհի հետ է կապված այդ փոփոխություններին գնալը, կան կանայք, որոնք շատ դժվար են դրան գնում, կամ բացառապես չեն գնում, ամբողջ մի կյանք, մի կերպարի, մի մազի գույնով, մի տեսքով ապրում են, եւ հակառակը։ Ինչ է, ասմիկ, փոփոխություն օրինակ, որ Հասմիկ Վերդյանը որոշի sense կտրուկ փոփոխություն կամ սևահերից դառնալ շիկահեր կամ, չգիտեմ, կրակի գույնի մազեր ունենալ, ինչ է դա ձեր մեջ կատարվում, ինչու եւ հետո ներդաշնակ եք ինքներդ ձեր հետ։ Հիմա ներդաշնակ եմ։ Գոհ եք ընտրությունից լինի։ Հիմա հենց հիմա այս սևահեր վիճակում ես ինձ ներդաշնակ եմ զգում, չեմ նեղվում, կոմֆորտը, հանգիստը, բավականին 3 տարի արդեն այս գույնի մեջ եմ եւ գոհ եմ։ Բայց ժամանակին եւ հոգեվիճակային եւ արտաքուստ փոփոխություններ ցանկանում էի ունենալ, որովհետև երիտասարդ էի ավելի տեսնում էի, որ աղջիկները այսպես են, ես էլ էի ուզում փորձարկեի, ինձ կսազի տեսնես, ես ոնց կլինեմ կամ ներքին երբ որ ինչ որ տրավմատիկ հոգեվիճակում էի գտնվում, ճիշտ ասած մազերի գույնը փրկում էր։ Փոփոխությունը փրկում էր, հա։ Ես անմիջապես ներքուստ արտաքուստ փոխվում էի ու ուժեղանում էի ավելի եւ հաղթահարում էի այն խոչընդոտները, ինչ որ այդ պահին ես ունենում էի։ Այդ բարդությունները ես անցել եմ այդ կտրուկ շրջադարձերի միջոցով։ Բալավ հիմա մեր երկրում, որ այսքան կանայք sense կտրուկ փոխում են իրենց արտաքինը։ Մենակ մազերի գույնը, չէ, կերպարը փոխում է։ Հիմա այդ ի՞նչ է, բոլորը ինչ որ համաձայն չեմ այդ ամենի հետ ճիշտ ասած։ Այդ որ բոլորը իրար են նմանվում, շատ վատ է, շատ վատ է։ Ես կողմնակից եմ, որ ինչ որ շտկումներ արվի, դա շատ նորմալ է։ Էսթետիկ շտկումներ, այսինքն, եթե օրինակ շատ մեծ քիթ ունես, փոխես կամ չգիտեմ, ինչ որ հետևես, խնամվես, այդպես կինը պետք է խնամված լինի, բայց շատ տենց փոփոխություններ հաստատ ինձ հետ կապ չունեն, չեմ ընդունում, չեմ սիրում, միանշանակ դա ինչ որ խնդիր կա արդեն այստեղի հետ կարծում եմ, որովհետև խելամիտ մարդը, չգիտեմ, նման բաներ չի անի։ Հասմիկ, եթե կախարդական փայտիկ ունենայիք ու հնարավորություն ունենայիք Հայաստանի թատերական կյանքում 3 բան փոխել, ինչ կանեիք։ Կփոխեի մարդկանց վերաբերմունքը այդ ամենի հետ կապված։ Կքարոզեի ավելի շատ, որ լինեին բարի, շատ կարևոր է բարությունը, ինչ եմ ասում, նայեք, կարդալ, ուսումնասիրել, բայց այդ բարությունը քարոզել ամեն օր մարդուն օգնում է, որ վերափոխվի ու լիքը բան շրջակայքում դրանից կփոխվի։
լավը տեսնել ամենի մեջ, որտեղ ցավոք սրտի մենք անընդհատ մենք փորձությունների միջով ենք անցել, մենք անընդհատ պատերազմ, սով, եղեռ մի խոսքով չթվարկեմ, դուք ինձնից լավ այդ ամենը գիտեք։ Եվ մեր արդեն հոգեբանության մեջ այդ տանջալից, տառապող, մենք շատ դժվար ենք դուրս գալի, շատ դժվար ենք դուրս գալի, բայց որ մենք քարոզենք լավը, որ մենք աշխատենք, մեկս մյուսին լավը անենք ու նախաձեռնենք իսկապես, չզլանանք, ուղղակի խոսքերով չասենք անցնենք։ Իսկապես ինչքան հնարավորություն ունեմ ես ձեզ լավը անելու, ես անեմ, հաստատ շատ բան կփոխվի, շատ բան կփոխվի։ Իսկ կուզենայի, որ կախարդական փայտիկ եթե ես ունենայի, դա անեի։ Հաստատ շատ բան կփոխվեր։ Հասմիկ, դուք կարծրատիպեր ունեք։ Միգուցե ունեցել եմ։ Հիմա չէ, չունեմ տենց սուր կարծրատիպեր չունեմ։ Կարողանում եմ հասկանալ, կարողանում եմ լսել, կարողանում եմ անցալել մարդուն։ Այդ տեսակի մեջ։ Պատկերացրեցիք, այսինքն այդպես մարդ է, ես չեմ քննադատում, չեմ սիրում դա։ Սուր տենց բան ասեմ, ես այսպես եմ մտածում, ինքը չէ։ Չկա տենց բան։ Եթե ինձ դա դուր չի գալիս, հա, ես ուղղակի անտեսում եմ։ Դա այդպես է, այդ մարդը այդպեսինն է, թող այդպեսին էլ մնա։ Այսինքն, եթե ինքը արդեն ձևավորվել է այդպեսին, ես ոչինչ չեմ կարող անել։ Չեմ քննադատի հաստատ այդ մարդուն, չեմ սկսի, այս, չգիտեմ, պատկերացրեցիք ինչ եմ։ Հա, բայց օրինակ տեսեք, դերերի վերաբերյալ ասել եք չկան առաջնային եւ երկրորդական դերեր, կարևորը դերասանը իրեն լավ զգա եւ ռեժիսորը ճիշտ տեսնի դերասանին, այդտեղ ձեզ հետ համաձայն եմ, բայց օրինակ ասում եք, ես բաց սցենարներից հրաժարվում եմ եւ այդպիսի դա կարծրատիպ է թե ոչ։ Բաց տեսարանից հրաժարվելը դա հայաստանյան կարծրատիպ է, կարող է Հասմիկ Վերդյանը այլ երկրում ապրեր եւ միգուցե այլ երկրում ապրեի, այլ պայմաններ լինեին, հա, թե ֆինանսական, թե կարգավիճակային, թե ընդհանուր վիճակը այլ լինել, բայց Հայաստանի Հանրապետություն դա կարծրատիպ չի, դա լավ է անգամ, երբ որ մարդը չի նկարվում այդպիսի տեսարաններով։ Բայց ասեմ, դա ձեր մեջ կարծրատիպ է, թե դա ձեր ընտրությունն է։ Ընտրությունն է։ Այսինքն կարծրացած չէ, կարող է լինել ուրիշ միտեղ եւ դուք այլ ձևովն է։ Դա ձեր ընտրությունն է մեր երկրում, մեր պայմանում։ Միանշանակ, մեր երկրում։ Եվ նաեւ հիմա արդեն ավելի շատ կարևորում եմ իմ մասնագիտությունից զատ իմ անձնական դաշտը, որովհետև ոնց ինչպես ասացի սերվանդակում ներկայացում ինչեմ այդքան կարևոր մայրանալ, մայր լինելը ամենակարևոր առաքելությունն է։ Հասմիկ Վերդյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր օրերում, մեր երկրում։ Սեր տալ, սեր ստանալ։ Սեր միայն։ Հայրենիքը ձեզ համար սեր է։ Միանշանակ։ Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը, ուղղակի խոսքեր չեն, իսկապես սիրում եմ եւ ծառայում եմ իմ հայրենիքին։ Ես քանի տարեկանից եմ աշխատում, 17։ Դա ծառայելա, չէ՞, ծառայելա։ Այո, իհարկե, միանշանակ։ Հասմիկ, հաղորդման ավարտին ըստ ձևաչափի դուք հնարավորություն ունեք ինձ մի հարց ուղղելու, եթե իհարկե ունեք դրա ցանկությունը, դա պարտադիր պայման չէ, բայց մենք ունենք նաև այդ հնարավորությունը։ Իսկ դուք ինչպես եք սիրում ձեր հայրենիքը, որն է ձեր շարժիչ ուժը, որ դուք սիրում եք ձեր հայրենիքը, որն է։ Հասմիկ ջան, ինձ թվում է հայրենիքը սիրելու համար նույնիսկ այդ շարժիչ ուժը պետք չէ, դու պիտի սիրես այդ հայրենիքը։ Ես միշտ մի բան եմ ասում, որ մենք կյանքում երկու բան չենք կարող ընտրել, դա մեր ծնողներն են եւ հայրենիքը, եւ Աստված մեզ ինչ բաժին տվել է, մենք պիտի սիրենք եւ փայփայենք, գուրգուրենք, բայց իհարկե տարիքի հետ, երբ որ մարդը հասունանում է, այնպես եք ասում, աշխատում է եւ հասկանում է, որ ճիշտ աշխատելը, հայրենիքին լավ ծառայելը, դա էլ է շարժիչ ուժ, մյուսն էլ, բայց իհարկե ամենաշարժիչ ուժը նա է, որ
միշտ երազում եմ եւ աղոթում եմ, որ երեխաներս եւ ապագայում թոռներս ապրեն այս երկրում եւ Հայաստանը չլքեն։ Քանի որ ես շատ եմ տեսնում հիմա այդ երիտասարդների մտքերը, արտագաղթի ճանապարհը բռնելը կամ այլ երկրներում ավելի լավ կյանք որոնելը, հավատացեք, ես ուզում եմ, որ երկնային կյանքում էլ համոզված լինեմ, որ իմ երեխաներն ու թոռները շարունակում են ապրել Հայաստանի Հանրապետությունում, անկախ Հայաստանում։ Այդ դրա համար էլ դա ինձ համար շարժիչ ուժ է եւ ես ուզում եմ որպես մարդ եւ քաղաքացի մի փոքր ներդրում անել այն ամենի մեջ, ինչ որ հնարավոր է, որ այս երկիրը դառնա ավելի լավը, բարեկեցիկ։ Անում եք արդեն ձեր հաղորդաշարը ճիշտ ասած վկայում է, ինչպես դուք ասեցիք։ Սիրելի Հասմիկ, շատ շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Այս զրույցի համար։ Իսկապես անկեղծ է շատ ձեր տեսակը եւ գիտեք, ինչ խոսեցիք, անկեղծ խոսեցիք։ Հիմա մնացածը թող հերոստատիտողը ու որ մասը կհետաքրքրի, ինչպես կդատի, կարևորը որ անկեղծ էր եւ ոչ մի շինծ ու բան չկար։ Հասմիկ ջան, ձեզ նորանոր հաջողություններ եմ մաղթում, լեփլեցուն դահլիճներ եմ մաղթում, ծափահարող հանդիսատես եւ ձեր խոսքերից մեկում լսեցի նաեւ մի բան եք ասել, ասում եք թատրոնը մաքրագործում է, եկեղեցու պես մի բան է։ Ես մաղթում եմ, որ բոլոր դերասանները գիտակցեն դա եւ այսօր այն մարդիկ, ովքեր թատրոնի նվիրյալներ են, կարողանան իսկապես թատրոնը պահել եկեղեցու պես մաքուր։ Ես ձեզ հետ համաձայն եմ, որովհետեւ հոգևոր սնունդ շատ է տալիս թատրոնը ու երբ որ մարդը սիրեց թատրոնը, հասկանում է, որ արդեն առանց դրա ապրել չի կարող։ Ինքը գոնե ամիսը 2 անգամ այնտեղ պետք է լինի, որպեսզի այդ սնունդը ստանա։ Իսկ եթե դերասանները, ձեզ նման նվիրյալները կարողանան անկախ ամեն ինչից պայքարել եւ թատրոնը պահել իսկապես եկեղեցու պես մաքուր, ես կարծում եմ, որ մենք նաեւ այլ որակի հանդիսատես կունենանք ու գնալով այդ հանդիսատեսի մակարդակը ավելի կբարձրանա։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ։ Սիրելի Լուիզա, շնորհակալություն, որ նման հաղորդաշար եք ստեղծել, կարևոր հայրենասեր գործ եք անում եւ մաղթում եմ ձեզ անսպառ եթերներ եւ անխոչնդոտ ճանապարհ։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ։ Այսպիսին էր Հասմիկ Վերձյանը առանց կարծրատիպերի։ Իսկ դուք շարունակեք ապրել առանց կարծրատիպերի։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։